Քաղաք Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց հասցեում գտնվող Վարաշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավականու նիստերի դահլիճում հրավիրվել է Վարաշապատ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ներկայացել են Վարաշապատ համայնքի ավականու 10 անդամ։ Այդ մասին հայտարարեց նիստը արձանագրողը, հիմք ընդունել ավականու գրանցման արդյունքները գրանցվել այստեղ, կարող եք Ինչ է գրանցվում։ Նիստի ներկա անդամներ, ովքեր որ գալիս են, գրանցվում են, դնում են ժամը, որ ժամին են ներկայացել նիստին եւ անուն ազգանուն ստորագրություն։ Վարաշապատ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստին ներկա են համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրված են լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Լրատվական միջոցների ներկայացուցիչներից առաջին ալիքը ներկայացել է նախապես սահմանված կարգով, ուստի որը որ հրապարակվել է։ Նիստի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կանեն Սմբատյանը։ Ավականու նիստին չներկայացած անդամների բացակայությունը համարվում է անհարգելի, հարգելիության վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելու հիմքով։ Հայաստանի Պետության ընտրական օրենսգիր Սահմանադրական օրենքի 142.3 հոդվածով սահմանված կարգով նիստը գումարվում է Հայաստանի Պետության Արմավիրի մարզի Վարաշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը անցկացնելու եւ համայնքի ղեկավարը ընտրելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավիրված ավականու նիստին օրենքով սահմանված կարգով կես ժամվա ընթացքում չի ներկայացել նիստը վարողը, համայնքի ղեկավարի փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ ավականու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Պետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նիստը համարվում է չկայացած։ Ավականու նիստն ավարտվել է 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:30-ին։ Ինչպիսին է, եթե առաջին նիստը տապալվեց, երկրորդն է լինելու, այսինքն երբ է գնալու դեպի լուծարում ավականու, ինչպես է լինելու։ Երկշաբաթյա ժամանակ է նախատեսում, եթե երկշաբաթյա ժամանակահատվածում չի ընտրվում համայնքի ղեկավար, Հայաստան Պետության կառավարությունը լուծարում է համայնքի ավականին։ Այսինքն լուծարելուց հետո ավականի չի ունենալու համայնքապետարանը, ինչպես է այդ դեպքում ղեկավարվելու աշխատանքները, ինչպես է կարգավորվում։ Լուծարելուց հետո Հայաստան Պետության կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, ավականին շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ նոր ավականություն չի եղել, ուղղակի որոշակի սահմանափակումներով։ Հիմա Արվիշտի Մեխակյանի մասին է խոսվում, որ նա պետք է ժամանակավոր պաշտոնակատար լինի, ձեզ մոտ ինքը եղել է տեղակալ, եթե չեմ սխալվում։ Այո, պարոն Մեխակյանը մեզ մոտ եղել է տեղակալ։ Ինչպես է իր տեխնատությունը ընդունվել համայնքապետարանը։ Տեսեք, դա ինձ թվում է այս ավականու նիստի շրջանակներում չի, ես պատասխանատվություն չունեմ նմանատիպ հարցերի պատասխանելու, այս բան մենք ունենք ավականու նիստը, որը որ արձանագրել ենք եւ պետքա շարունակությունը տվել։ Մնացած հարցերը կխնդրեմ ես շնորհակալ ավականու անդամներին ստորագրել արձանագրությունը։ Բացի ԿՊ-ից այլ ավականու անդամներ բացակայեն ընդդիմադիր ուժերից։ Այո։ Ովքեր են բացակայում։ Հիմա մի հատ ստորագրության process անցնենք, հետո կնայենք։ Պարոն Խաչատրյան, խնդրեմ արձանագրությունը մեր ավականու անդամները ստորագրեն։